Սիրելի հայրենակիցներ, մի փոքր առաջ պատգամավորներից մեկը Տիկին Հասմիկ Հակոբյանը մի տեսակ տարակուսած էր, թե մենք ընդհանրապես ինչու ենք խոսում Սամվել Կարապետյանի կալանավորման մասին, կարծես հերթական առօրեական իրադարձություն էր, որ տեղի էր ունենում։ Բայց եթե Տիկին Հակոբյանն այդքան էլ չի հավատում նրան, թե իսկապես ինչ մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը հայ ազգի, հայ ժողովրդի համար, ես վստահ եմ, որ հիմա այս ձայնագրությունը լսելուց հետո մի փոքր ձեր հավատը կավելանա։ Եթե հայկական կապիտալը հայրենիք չունի, ինչու են Սամվել Կարապետյանը և Ռուբեն Վարդանյանը միլիոնավոր դոլարներ ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Նույնիսկ Վերջում իհարկե առաջարկում է նաև ծափահարել ինչպես Սամվել Կարապետյանին, այնպես է Ռուբեն Վարդանյանին։ Ես գիտեմ ինչու են իրենք ներդրում արել Հայաստանի Հանրապետությունում և Արցախում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը և Արցախն իրենց հայրենիքն է և նրանք սիրում են իրենց հայրենիքը։ Իսկ ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված և ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես ևս գիտեմ, որովհետև դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին և հայկական պետականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Արցախը։ Վերջերս մի գրառում հայտնվեց, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ և այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում։ Հիմա SMS-ների, WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է Facebook-յան արդարադատությունը, Facebook-յան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել էիք։ Զանգովի արդարադատության դեմ էիք պայքարում մինչև 18 թվականը։ 18 թվականից հետո մի հատ upgrade եղաք ու ստացվեց Facebook-յան արդարադատության իրականացում։ Բայց ինձ իսկապես մի բան է հետաքրքիր, պարոն Թունյան, հետո կխանգարեք, ձեր ոգին փառավորվեց երեկ, երբ կալանավորեցին Սամվել Կարապետյանին, իսկապես ձեր ոգի փառավորվեց, տոնում էիք երեկ։ Ես վստահ եմ, որ Ալիևը տոնում էր, որովհետև տարիներ առաջ հետախուզում էր հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ։ Տոնած կլինեիք, այդտեղ կասկած չունեմ։ Ձեզ ուժեղ էիք զգում։ Ես վստահեցնում եմ, դա ընդհանրապես ուժի գործոն չէ, ուժի ցուցադրություն չէր, այլ բացառապես թուլության, վախերի ցուցադրություն։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչից եք էլի այդքան վախենում։ Մարդն ընդամենն ասել է, որ եկեղեցու կողքին կանգնած ալինելու, եկեղեցուն է պաշտպանելու։ Այդ ինչ մի սենց վախեցած, սարսափած վիճակում եք գտնվում։ Այո, պետք է արձանագրել Սամվել Կարապետյանի կալանավորումը Նիկոլ Փաշինյանի վախերի դրսևորում է, ուրիշ որևէ բան չկա այստեղ։ Ընդհանրապես Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում ապացուցել է, որ ինքն առհասարակ ատում է հաջողակ մարդկանց, ատում է այն մարդկանց, ովքեր հաղթանակի հետ են ասոցացվում, ատում է մարդկանց, ովքեր արժեք են ստեղծում, ու էական չի, թե այդ մարդիկ ովքեր են, նախագահներ լինեն, զինվորականներ լինեն, բիզնեսմեններ լինեն, թե ուղղակի սպորտսմեններ, օրինակ Հենրիխ Մխիթարյանի դեպքում, Լևոն Արոնյանի և մյուսների դեպքում։ Եվ հատկանշական է, որ այս մարդը երկրի սահմաններից դուրս թշնամիներ չունի, իր բոլոր թշնամիները Հայաստանի Հանրապետությունում են։ Հայի անուն ազգանուն ունեցող մարդիկ են միայն նրա թշնամիները, որտեղ այլ ձև չես կարող բացատրել, թե ինչպես օրինակ Նիկոլ Փաշինյանը, այսպես վիզը ծուր կանգնում Ալիևի առաջ ասում, արի գնանք սուրճ խմենք, կամ Էրդողանի գիրքը սենց ոգևորված իր կրծքին սեղմում կանգնում, հետո գալիս Հայաստանի Հանրապետությունում թուր ճոճում բոլորի նկատմամբ, հոգևորականների, կաթողիկոսների, նախագահների, գործարարների։ Պարոն Սուքիասյան, ձեզ դուր է գալիս այս իրավիճակը, երբ գործարարներն են այսպես թիրախավորվում։ Վստահ եմ, որ դուր չի գալիս։